նստեցնել բանտեր եւ այլն։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ տվյալ դեպքում հանդես էր գալիս Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, թեև այսպես կոչված արձակուրդում էր իբր գտնվում։ Ունեցել եք ուսումնասիրություն գնահատական, թե ոչ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի կողմից եղել է դիմում։ Եվ այդ դիմումի շրջանակներում որպես ժամանակը խնայենք, ես ծանոթ եմ 259A, որ իմ ասած հարցադրումը այնտեղ չկա, խնդրում եմ պատասխանեք կոնկրետ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցրած գնահատականի սպառնալիքի բռնության կոչի վերաբերյալ ուսումնասիրություն ունեք, թե չէ, գնահատական կա, թե չէ, այո կամ ոչ։ Մենք քաղաքական գործիչների ելույթները չենք, այսպես ասած, գրաքննել, բայց բռնության կոչի մասին նկատի ունեմ, որ որևէ տեխնացու կամ կուսակցություն կդիմեր կենտրոնական տրական հանձնաժողով եւ կասեր, որ տվյալ մեկ այլ անձի կողմից իր նկատմամբ բռնության կոչ է եղել, կարող է դիմել դատախազություն, մենք այդպես Պարոն Ավագիմյան, խնդրում եմ, ասեք այո կամ ոչ։ Պարոն Մինասյան, կլինի ես որոշեմ ոնց եմ պատասխանում։ Ես ակնկալում եմ իրականում դուք հարցը տվել եք պատասխանողը ինքն է որոշում ինչպես պատասխանել։ Շատ լավ, ես ուզում եմ հստակեցնեմ այո կամ ոչ ընդամենը, որպեսզի ժամանակը խնայենք։ Ես ժամանակը խնայելու համար ձեզ պատասխանում եմ ամենայն հարգանքով, պարոն Մինասյան, որ բռնության կոչի վերաբերյալ մենք ոչ կենտրոնական տրական հանձնաժողովն է դիմում ստացել, ոչ բռնության կոչ կատունեմ։ Իսկ ուժեղ Հայաստանի դիմումում ինչ որ ներկայացված է եղել, դա վարույթի շրջանակներում քննարկվել է։ Ես ոնց կռավում եմ ձեր կողմից մեջբերվածը, մի մասը նաև ուժեղ Հայաստանի կողմից ներկայացված դիմումում եղել է եւ գնահատվել է։ Լավ, դուք ընդհանրապես առհասարակ խախտումների գնահատման մեթոդաբանություն ունեք, թե չունեք։ Նորից ակնկալում եմ այո կամ ոչ։ Տվյալ դեպքում խոսքը գնում է նախընտրական քարոզչության շրջանակներում իրականացված օրենքով նախատեսված կանոնները պահպանելու տեսակետից։ Բոլոր խախտումները գնահատվում են ըստ տվյալ իրավիճակի, ըստ տվյալ փաստերի հանգամանքների բերումի։ Պարոն Ավագիմյան, Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը հստակ ամրագրում է, թե որ մարմինները, այդ թվում նաև պետական մարմինները, իրավունք չունեն ներգրավել նախընտրական քարոզչությանը։ Գոհունակությամբ արձանագրելով, որ դուք հորդորել եք հատուկ հնչական ծառայությանը, որպեսզի իրենց հաղորդագրություններում չօգտագործեն այդ անունները, այսինքն տեխնացուների անունները, իբրև կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ։ Հետագայում դուք չեք անդրադարձել այդ հարցին։ Արդյոք այնուամենայնիվ ազդեցություն ունեցել է, թե չի ունեցել, որտեղ այս հարցը ես ուղղելու եմ նաև հակակոռուպցիոն կոմիտեին եւ խնդրեմ մինչեւ այդ ծանոթանա ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածին։ Պարոն Մինասյան, մենք ստացել ենք հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննչական կոմիտեի պատասխանները, այսինքն մեր հորդոր խնդրանքը իրենց, որպեսզի իրենք հնարավորության դեպքում բացառեն կուսակցությունների անունների օգտագործումը իրենց հաղորդագրություն։ Ստացել ենք պատասխանները, բավարարվել ենք եւ այդ թվում նաեւ մնացած արդեն գնահատականները 258-ա որոշմամբ արդեն մեր գնահատականը ընդհանուր ընտրական գործընթացներին ամփոփել ենք։ Դուք այս մասով 259-ա որոշման մեջ գնահատական չեք տվել։ Պարոն Մինասյան, հակաքարոզչությունը նախընտրական քարոզչության տար է, թե չէ։ Անվանման օգտագործում, խնդրում եմ այո կամ ոչ։ Պարոն Մինասյան, 258-ա որոշումը ինքը ընդհանուր ընտրություն